Մենք տաղավարում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, շատ կարևոր մի թեմայի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Փետրվարի 12 ենք վերադառնում հիմա, այդ օրը Գրականության եւ Արվեստի թանգարանում բացվել է CSN Lab-ի կապույտ արխիվներ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի հիմքում CSN Lab-ի կողմից իրականացված 5 հետազոտական նախագծերն են, որոնք արդյունք են հետազոտողների, արվեստագետների, ճարտարապետների, ուրբանիստների եւ մարդաբանների համաստեղծարարության։ Շատ-շատերի մոտ հիմա հարց է առաջանում, ինչ է իրենից ներկայացնում կապույտ արխիվները, մենք ու մեր հյուրերը այստեղ ենք բացահայտելու այս կարևոր հետաքրքիր թեման։ Ես շտապ եմ ներկայացնել նրանց Տիգրան Ամիրյան կապույտ արխիվներ ցուցահանդեսի համադրող եւ հեղինակ եւ Արսեն Աբրահամյան կապույտ արխիվներ ցուցահանդեսի նույնպես հեղինակ եւ համադրող։ Բարի լույս։ Բարի լույս։ Եկեք խոսենք այս ցուցահանդեսի մասին։ Ինչ ցուցահանդես է, ինչ է եղել, ինչ է սպասվում մեզ, ինչպես ծնվեց նրա գաղափարը եւ որն է նրա հիմնական բուն ասելիքը։ Կապույտ արխիվներ ցուցահանդեսը նվիրված է Երևանի ջրային ժառանգությանը եւ ջրային մարմինների հիշողությանը։ Մեր կազմակերպությունը արդեն երկար տարիներ զբաղվում է հենց այդ հիշողության վերլուծությունով եւ մենք տարբեր ձևերով, տարբեր մեթոդներով մոտենում ենք այդ խնդրին, ինչպես դուք արդեն թվարկեցիք, բազմաթիվ մարդիկ եւ տարբեր ակտորներ են ներգրաված եղել այս նախագծին, այսինքն այդ ջրային ժառանգության մասին մենք խոսում ենք ճարտարապետների հետ միասին, մարդաբանների հետ, արվեստագետների, գրականագետների եւ այլն, այսինքն մի մեծ թիմ միասին փորձել է ուսումնասիրել այն ջրային ժառանգությունը, որը ավելի շատ մոռացության է տրված կամ լքված է այսօր մեր քաղաքում։ Մենք եկեք փուլերի բաժանենք մեր հարցազրույցը եւ ունենք մենք ջրային կառուցվածքներ, որոնք ենթարկվել են օրինակ դեգրադացման եւ անհետացման, ունենք ջրային կառուցվածքներ, որոնք դեռ կարելի է ներկայացնել հանրությանը, որպեսզի մենք գիտակցենք ինչ ունենք ու ինչու ոչ ամեն քաղաքացի զբաղվի նաեւ դրա պահպանմամբ։ Այս երկու փուլերով եկեք շարունակենք մեր հարցազրույցը։ Տիգրանը արդեն նշեց, որ ցուցահանդեսը ինքը ուղղակի կետային նախաձեռնություն չի, դա արդյունքն է լաբի երկար տարիների ուսումնասիրությունների, որովհետև CSN Lab-ը ինքը միջգիտակարգային հարթակ է ու մենք շատ տարբեր միջավայրային ուրբանիստական հետազոտություններ ունենք, սկսած երևի հանդիսատեսներ գուցե ծանոթ է Գետառ գետի հիշողությունը գրքին, որը փակված Գետառ գետի մասին է, որը Երևանի կենտրոնում է հոսում։ Եվ ինչն էր ցուցահանդեսի նպատակը հատկապես, մենք կոնկրետ այս ցուցահանդեսով ուզում էինք վերհանել հատկապես հետխորհրդային շրջանում դեգրադացված, փոխակերպված ջրային մարմինները, ու մեզ համար սա կարևոր էր երկու հիմնական առնչությամբ, առաջինը, քանի որ մեր քաղաքում արդեն վերջին տարիներին շատ ենք խոսում էկոլոգիական խնդիրների մասին, օդի աղտոտվածության մասին, փոշու եւ մի շարք նման խնդիրների մասին, նախ եւ առաջ ընդգծելու թե ինչքան կարեւոր են այս ջրային մարմինները քաղաքի էկոլոգիական խնդիրները հաղթահարելու համար, բայց նաեւ այս ջրային գոտիներն ունեն շատ մեծ սոցիալական ու մշակութային նշանակություն եւ կոնկրետ ցուցահանդեսի նպատակներ կապույտ արխիվների նպատակներ մեր շատ տարբեր արխիվներ ուսումնասիրելով, հետազոտողների հետ աշխատելով, կարծես այդ բոլոր դիսկուրսները բերել միտեղ ու ոչ միայն խոսել ջրի էկոլոգիական կարևորության մասին, այլ նաև ուրբանիստական, ճարտարապետական կարևորության մասին, ցույց տալ, որ ջրային գոտիները դրանք նաև համայնքային վայրեր են, երկխոսելու տարածքներ են, դրանք նաև անհատական փորձառության տարածքներ ունեն կարևոր սոցիալական ու մշակութային նշանակություն։ Երևի թե առաջնային նպատակը կապույտ արխիվների դա էր, ու մենք ուսումնասիրել ենք շատ տարբեր Երևանի ջրային մարմիններ, սկսած մեր հիմնական գետային ցանցից, Գետառից ու Հրազդանից, մինչև ցամաքած լճերն ու աղտոտված լճերը Երևանի ու արդեն նույնիսկ փոքր ճարտարապետական ձևերը, շատրվաններն ու պուլպուլակները, ու դրանց դերը մեր քաղաքում, մեր առօրյայում ու մեր պրակտիկաներում։ Այստեղ հետաքրքիր մի համեմատություն մենք կարող ենք անել, որովհետև կարող ենք փաստել, որ այսօր որպես այդպիսին ջրային մակերեսի, ջրային կառուցվածքների պակաս գրեթե չունենք, որովհետև օրինակ է բացօթյա եւ փակօթյա լողավազանների հետ կապված մարդիկ չունեն այսօր այդ խնդիրը եւ ընտրությունը լայն է, կարող են գնալ եւ իրենց ինչու որ ժամանցը կամ կարևոր ինչ որ աշխատանքներ, որոնք կապ ունեն ջրային կառուցվածքների հետ, դարձնել իրականություն, բայց այստեղ խնդիրը երևի թե նաեւ ճանաչողական մասն է, ճանաչողական առումն է,
որը մեծ գնահատում ունի եւ կարեւորություն ունի ըստ ձեզ։ Մենք ճիշտ ենք ընկալում նաեւ կարեւոր նպատակներից մեկը թե ոչ։ Այո, կապույտ արխիվների նպատակներից մեկը իրազեկելն է եւ ավելի հանրայնացնելն է այն ջրային գոտիների մասին ինֆորմացիան, որ ոչ բոլորը գիտեն։ Օրինակ կան մի քանի լիճ, հենց կենտրոնում են Երևանի գտնվում, իրենք ցամաքել են, անհետացել են 90-ականներից ի վեր ու կա մի սերունդ, որ ձևավորվել է ու ընդհանրապես գաղափար չունի նույնիսկ որ այդ տարածքում եղել է ինչ որ ջրային գոտի, բայց դրա հետ մեկտեղ կա մի այլ սերունդ, ով շատ վառ հիշում է, այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որ ունենք երկու տարբեր սերունդներ, մի սերունդը հիշում է ջուրը, մյուսը չէ։ Նախ եւ առաջ դա իրազեկելն է, երկրորդը երևի ավելի մարդկանց հրավիրել իրենց ուշադրությունը, որպեսզի ջուրը խնայեն ու ջրին վերաբերվեն արդեն մի այլ տեսանկյունից, որովհետև գիտեք տաղավարում մեր ցուցահանդեսում գաղափարներից մեկը, որ մենք առաջարկում ենք հանդիսատեսին, դա բնության իրավունքն է, շատ նորարարական մոտեցում է տարածված Եվրոպայում, եւ մենք փորձում ենք այդ ջրի օրինակով խոսել օրինակ ջրի իրավունքից, որ ջուրը կարող է լինել ինչպես ընդհանրապես բնությունը սուբյեկտ եւ ունենալ իրավունք, որպեսզի որ մենք այդ իրավունքը չոտնահարենք։ Այսինքն ջուրը ինքը նաեւ քաղաքական է եւ բավական հետաքրքիր բաղադրիչ է, Արսենը արդեն նշեց իր մշակութային նշանակությունը, իհարկե մշակութային նշանակությունը շատ կարեւոր է, բայց նաեւ պետք է հաշվի առնենք իր քաղաքական սուբյեկտ լինելու նշանակությունը եւ այլը։ Բացի դրանից մեր հետազոտությունը մենք իրականացրել ենք էլի տարբեր կետեր, ոչ թե միայն տարբեր աշխարհագրություններ ուսումնասիրելով, այլ նաև տարբեր մեթոդներ կիրառելով։ Ճարտարապետները արել են օրինակ շատ խորքային հետազոտություն Կոնդ թաղամասի ու Կոնդը, որ մեզ պատկերացումներում դա ինչ որ սարա, բլուրա, քարերից է, շինությունն է։ Լիճ ա եղել։ Այո, բայց չէ, լիճ չի եղել, բայց Ստված է այդտեղ ակնում խոսել, բայց Կոնդը շատ հարուստ է ջրային կետերով, տարբեր առուներ, հա, ինչ որ փոքր ջրային կետեր, որի շուրջ ձևավորվում է այդ հանրային կյանքը, որովհետև այդ բակերի ժողովուրդը հանդիպում եւ կոմունիկացվում են հենց այդ ջրային ու բացի դրանից Կոնդը սարի վրա քաղաք է, որը ձևավորվել է գետի ափին, բնական ձևով, որովհետև ինքը Հրազդան գետի ափին ձևավորված բլրի վրա Այս իսկական բաց է։ Իսկ ինչու է վերացել այդ գետը։ Հասկանում եմ, որ Գետը չի Հրազդան գետը հոսում է, Կոնդը կա դեռ, բայց ինքը ընդհատվել է, կա մի խզում, հա, ճանապարհ կա եւ այլը, դա ջենտրիֆիկացիան է, քաղաքաշինական տարբեր process-ներ, որ մարդուն բնությունից անջատել են, ցավոք, այն կապույտ տարածքներից, ջրային տարածքներից եւ հիշողությունը նույնպես խզվել է հանրային հիշողությունը ցավոք ու մարդիկ ոչ բոլորն են արդեն հիշում, որ կարող են առնչվել այդ բնությամբ։ Այն որ դուք անում եք շատ մեծ աշխատանք ցուցահանդեսի առումով շատ մեծ իրազեկում է լինում, ինձ հետաքրքիր է իմանալ դուք բացի ցուցահանդեսից, որը որ խոսքեր չկան, կա կոնկրետ գաղափար կամ միտք վերականգնելու օրինակ գետառը։ Ունեք ստրատեգիա, այսպես ասած, ինչպես անել, որ գետառը, օրինակ գետառը վերականգնվի։ Հնարավոր է իրականում թե Այս հարցը հաճախ ենք ստանում, այդ հնարավոր է թե հնարավոր չի։ Կգա այդ օրը։ Տեխնիկապես հնարավոր է ու դա ոչ մի նոր բան չի, որովհետև իրականում երևույթը գետերից ինչ որ իմաստով հեռանալու, դրանք աղտոտելու, տենց կառուցապատելու, փակելու շատ տարածված է գրեթե ամբողջ աշխարհում զուգահեռ ինդուստրիալիզացիայի process-ներին, բայց նաև արդեն շատ են փորձեր այդ գետերը մաքրելու, դեպի այդ գետերը վերադառնալու ակտիվ հանրային տարածքներ ունենալու, այսինքն տեխնիկական իմաստով, քաղաքաշինական իմաստով դա միանշանակ դրական է ու հնարավոր process է, հարցը այդ դժվարին process-ը մեկնարկելն է, կամքը եւ ռեսուրսները դա անելու, իսկ ինչ վերաբերում է մեր տեսլականին, ցուցահանդեսը մի ամբողջ տենց հետագծի մի կետն է, որովհետեւ հետազոտությունները լավի սկսել են շատ տարիներ առաջ եւ հեռանկարում այդ ստրատեգիան, որ ասում եք, իրականում մեր հետազոտությունները այդ ստրատեգիայի հիմքն են, որովհետեւ եւ մեր հետազոտական աշխատանքները եւ ցուցահանդեսը դրանք ներկայացվում են ոչ միայն լայն հանրությանը, այլ նաեւ ներկայացվում են տարբեր ինստիտուցիոնալ մարմինների, տարբեր համաժողովների, կոնֆերանսների շրջանակներում, օրինակ Կապույտ արխիվները, որը տարվա վերջում վերածվելու է Կապույտ Երևան մեծ Սավալուն հետազոտական աշխատության,
ներկայացվելու է COP 17 համաժողովի շրջանակներում, որը միջավայրային հարցերին է վերաբերվում, ինչպես նաև մենք ակտիվ կոմունիկացիայի մեջ ենք մեր պետական ինստիտուտների հետ, բայց բացի այդ կոմունիկացիան որոշում կայացնող մարմինների հետ, երևի թե մեր համար ամենաառաջնային նշանակությունը դա մեր միջավայրի մասին, մեր ընթերցումը ու պատկերացումը փոխելն է, եւ մեզ համար ամենաուրախալին է տեսնել, որ յուրաքանչյուր նախագծից հետո կան երիտասարդներ, կան ուսանողներ, տարբեր համալսարաններից, Հայաստանից եւ միջազգային, ում համար այս հետազոտությունները հիմք են դառնում տարբեր նախագծերի, իրենց տարբեր փորձառությունների, օրինակ վերջերս շատ հաճախ լինում է, օրինակ հակաշինական նախագծեր, դիպլոմայիններ, որոնք գետարի շուրջ հանրային տարածքներ ձևավորելու մասին են եւ այլն։ Սա նոր սկիզբ կարող է լինել, ինչու ոչ, իսկ ի վերջո Կապույտ արխիվներ ցուցահանդեսը ըստ իս առաջին հերթին նաև հոգեբանական հրաշալի ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա, որ փորձենք գիտակցել ու գնահատել կարևորը, բայց նաև հետաքրքիր է, արդյոք դուք ցուցահանդեսի շրջանակներում անդրադառնալու եք ժամանակակից ջրային կառուցվածքներին, որոնք ինչու ոչ մի քանի տարի, 5 կամ 10 տարի է մենք արդեն ունենք, իրենք նոր են եւ կարող են նաեւ տարիներ հետո դառնալ մեր ջրային պատմության մի կարևոր մասը։ Կա նման միտք, թե դեռ ոչ։ Ժամանակակից ասելով մենք դիտարկում ենք շատրվաններ, օրինակ։ Այո, շատրվանները, լողավազանները եւ այլը, այսինքն այդ մենք դա անվանում ենք փոքր ջրային ճարտարապետություններ կամ ջրային մարմիններ քաղաքային տարածքում եւ այս դեպքում նույնպես շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում, թե ինչ է իրենց հետ կատարվել 90-ականներից ի վեր ու ինչ փոփոխություններ մենք ունենք, այստեղ արդեն գալիս է հասանելիության հարցը, որովհետեւ եթե որոշ ջրային մարմիններ ու տարածքներ ստեղծվել են որպես հանրային տարածք եւ խորհրդային տարիների ընթացքում, ուշ խորհրդային տարիների ընթացքում մարդիկ արդեն ոնց որ ունեցել են այդ սովորությունը, հա, ու ունեցել են այդ առօրյա պրակտիկաները, այցելելու այդ տեղերը, լողավազան գնալու, շատրվանի շուրջ նստելու, հանգստանալու եւ այլը, ցավոք այդ ամեն ինչը կորցրել են։ Հաճախ մենք տեսնում ենք, որ այդ ամենը անհասանելի չէ այլևս։ Եվ դա մի այլ process է, կոմերցիալիզացիան է, հա, գալիս, սկսել եք մտածել։ Հա, ու ոնց է այդ փոփոխությունները լինում։ Իրականում չկա ինչ որ ամենալավ տարբերակը, որովհետև խորհրդային տարիների ընթացքում հաճախ ջրային տարածքները ստեղծվել են այդ սովետական ռոպագանդայի համար, իրանք եղել են շատ լավ ինչ որ տենց ձև, հա, փոխանցելու գաղափար, հա, ինչ որ քաղաքական գաղափար։ Եվ հետ խորհրդային տարիներին արդեն իրանք անցել են մի այլ դաշտ, այդ կոմերցիոն դաշտը, որը այդքան էլ բոլորին հասանելի չի։ Դրա մասին նույնպես խոսում ենք։ Մի ուրիշ խնդիր է, որ ցույց են տալ այդ հանրային տարածքներն ու ջուրը, դա գենդերային հարցն է, թե ինչքան տաբուիզացված է ընդհանրապես մարմինը, հա, որ առնչվում է ջրի հետ, եւ ոնց է դա նույնպես փոխվում 90-ականներից ի վեր, մենք գիտենք, որ այդ լողավազանները եւ այլը իրանք sense պարիսպներով են աճում եւ արդեն տեսանելի չեն դառնում։ Բազմաթիվ խնդիրներ, որ մենք փորձում ենք ուսումնասիրել եւ բարձրաձայնել ու հույս ունենք, որ ինչ որ փոփոխություններ նաեւ կբերի այդ ցուցահանդեսը եւ ընդհանրապես։ Եվ այս ամեն իրագործելու համար ի վերջո դուք ձեր կողքին ունեք համաստեղծարարներ, մենք ինչպես արդեն իսկ նշեցինք, հատկապես արվեստագետների գլխավորությամբ այս դեպքում մարդկային շփումը շատ ավելի հասանելի դարձնելու հետ կապված։ Գնանք դեպի ամփոփում, ձեր շնորհակալություն հայտնենք եւ նաեւ տեղեկացնենք, որ նախագծի շարունակությունը Կապույտ Երևան խորագրով ներկայացվելու է նաեւ Գերմանիայում, սիրելի հեռուստադիտողներ, Լայպցիգի գրքի փառատոնի շրջանակներում մարտի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Սա էլ որպես կարևոր ձեռքբերում պարտավոր ենք նշել եւ ձեզ հայտնել շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ այս կարևոր թեմայի շուրջ զրուցելուց հետ։ Դուք մնացեք մեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ, կվայելենք երաժշտական տրամադրություն անպայման։